Բարևձեզ, այս դասի թեման է ինտերֆեյս։ Ինտերֆեյսը դա օբյեկտ-կողմնորոշված ծրագրման հիմնական սկզբունքներից պարադիգմաներից մեկն է։ Մենք քննարկենք, թե ինչ պարագաներում որտեղ անհրաժեշտ օգտագործել ինտերֆեյսը եւ ինչ առավելություն ունի ինտերֆեյսի գաղափարը, ինչու է կիրառում C# ուղղորդել ծրագրման լեզուներում։ Ոնց ասենք մեր ծրագրին, մեր ծրագիրը պրոյեկտը նախատեսում է հետևյալ օրգանանային 6 մեքենա, 6 տարբեր մեքենաներ, car կլասում, car տիպի զանգվածում հայտարարված, 2 կլասի 6 տարբեր օբյեկտներ, այստեղ իսկ փոփոխություններ են կատարել, ուրեմն ծրագիրը առայժմ գտնվում է հետևյալը 6 տարբեր մեքենաներ, 6 մեքենա կլասի եւ հետո սելեկտիվ կարգով ընտրում եք գտնում միայն BMW տիպի մեքենաներ։ Շարունակենք մեր աշխատանքի գաղափարը ինտերֆեյսի առումով։ Ենթադրենք, որն է անհրաժեշտությունը նախ ինտերֆեյսի, ինչ անհրաժեշտություն կա կիրառելու ինտերֆեյսը։ BMW-ն, ինչպես գիտենք, ժառանգված է car կլասից։ Կարող է արդյոք BMW-ն ժառանգություն մեկ կլասից, AAA կլասից, կամ K կլասից, ստեղծենք այստեղ կատարած մի փոքր կլաս։ Մեր car կլասը ժառանգված լինի BMW կլասը ժառանգված լինի երկու կլասներից։ Արդյունքում տեսնում եք, որ չի կարելի, այդպես ասած, cannot have multiplied base class։ Բազմաժառանգություն չի թույլատրվում C#-ում, որը որ առկա է C++ ծրագրման լեզվում, օբյեկտ-կողմնորոշված առաջ լեզվում, իսկ C#-ում չկա այդպիսի հնարավորություն։ Ինչ է, դա նշանակում է, որ C#-ի հնարավորություն ավելի քիչ են, քան C++-ը, ոչ։ Պարզապես բազմաժառանգումը բերում էր մի շարք խնդիրների վերելաձևի հետ կապված խնդիրներ առաջանում, այդ պատճառով է, որ C#-ում եւ .NET լեզուներում վերացել է բազմաժառանգությունը, մեկ կլասը կարող է ժառանգված լինել միայն մեկ կլասից, կոնկրետ դեպքում միայն car-ից։ Բայց դրա փոխարեն նույն BMW կլասը կարող է ժառանգված լինել մի շարք ինտերֆեյսներից, այսպես կոչված, մենք պայմանականանումներ ենք տվել այս ինտերֆեյսին, նրանք գոյություն չունեն։ Այսինքն, կլասը կարող է ժառանգված լինել մեկ կլասից եւ բազմաթիվ այլ ինտերֆեյսներից։ Մենք սահմանենք, թե ինչ է իրենց ներկայացնում ինտերֆեյսը։ Դրա համար ստեղծենք մի նոր ինտերֆեյս մեր պրոյեկտում, դարձյալ project add class եւ ընտրենք interface դաշտը։ Այստեղ տեսնենք, որ ընդունված է ինտերֆեյսները, օրինակ մի մեքենա ինտերֆեյս ենք մենք ստեղծում եւ վերադարձ տեսնում եք ինտերֆեյս բառով է դա ձևակերպվում։ Ասեմ, որ ինտերֆեյսի սահմանումը դա abstract կլասի մասնավոր դեպքն, որի մեջ պարունակում է միայն abstract մեթոդներ։ Վերադառնանք մեր car կլասին, որը abstract կլաս է, abstract կլասը, ինչ է abstract կլասը։ Abstract կլասի մեջ ունենք փոփոխականներ, սովորական, ունենք կոնստրուկտորներ եւ մեթոդներ, ինչպես նաեւ abstract մեթոդներ։ Նորմալից ինտերֆեյսում կարող են լինել միայն abstract մեթոդներ, այսինքն փոխենք եւ abstract public երկու մեթոդ։ Եվ ստուգենք մեր վերածերը, տեսնում եք, որ այստեղ արդեն սկսում եք նախ եւ առաջ abstract բառը գրել արդեն անունացնել, որովհետեւ ըստ սահմանման ինտերֆեյսը կարող է ունենալ միայն abstract մեթոդներ։ Եվ երկրորդը գրելաձևի մեջ public նույնպես ավելորդ է, այսպես անհրաժեշտ չէ, սխալ չի դե, բայց ամենադեպս չի թույլատրվում, որովհետեւ մենք չենք դիմում այդ մեթոդին, որպեսզի այնտեղ այդ պատճառով որ public and private protected բառերը այստեղ
ընդունելի չեն, հասկանալի չեն։ Այսինքն պետք է դեր միայն մեթոդների սիգնատուրան կամ գրելար ձևը, իհարկե դրանք կարող են լինել տարբեր կարգավիճ լինել, ընթերցողից օրինակ առաջին մեթոդը որը վերադառնում է երկու մեթոդ, կամարական երկու մեթոդներ, երկու անով, հետևյալ սիգնատուրները գրելաձևը։ Տեսնենք, որ արդեն ինտերֆեյսի գրելաձևը մեզ մոտ սինտաքսով չի ներկայացնում, արդեն ունենք այս երկու մեթոդները։ Հիմա փորձենք մեր քար կլասը, թող ժառանգված լինի արդեն։ Ինտերֆեյսները տարբերապես օգտագործում են կլասների տիպերի ժառանգման երեխայի վերևին ասում, այսինքն սկզբում ամենավերևում, եւ մեր քարը թողի հերթին ժառանգված լինի մեքենայից։ Ինչն է դրաստեղ առաջինը։ Պարզը, որ արդեն մենք քանի որ ինտերֆեյսի ինքը իրեն հերթին ասում ապտարակ կլասի օրինակ է, մասնավորեք է, ուրեմն մենք պետք է սոցիալական անում, որ մենք պարտավոր ենք մեքենայի մեջ ստեղծված մեքենայի արկա մեթոդները վերահայտարարել դա կլասում։ Վերահայտարարել չէ, այսինքն հայտարարել, որտեղ մեքենայի մեջ ինտերֆեյսում չկա, մարմին չունի այս մեթոդները, մենք պարզապես պետք է մեզ մոտ ունենանք ստեղծենք այս մեթոդների մարմինները։ Կարճ գրելաձևում մենք կարող ենք այստեղ կա Visual Studio-ում մենք ունենք հնարավորություն որ կարող ենք օգտվել հնարավորությունից մեզ ստացվում է մի փոքրիկ կերպ, որտեղ ընտրել է դա implement interface անմեքենա եւ վերջում ունենանք նոր ստեղծված երկու մեթոդներ Ես առայժմ հետագայում ենք ստանացանա այստեղ տեսնում եք որ արդեն օվարակ բառը պետք չի օգտագործել, որովհետև հիշապի գրելաձևն է պահանջում, որ մենք անհրաժեշտ չի օգտագործել, որ այդ պարզապես սիգնատուրան պահպանում ենք, իրանք մեկ է մի պարամետր է ստանում, իսկ երկու մեթոդը պարամետր չի ստանում, բայց փոխանցումը վերադարձնում է տիպ։ Սխալները վերացնելու համար գոնե մենք այս երկրորդ մեթոդի մեջ պետք է գրենք վերջում դրա որպեսզի ստալ ավելի չի լինի։ Հիմա այսքանը դեռ բավարար է այս պահումին, որպեսզի մեր ժառանգումը քար կլասի ժառանգումը ինտերֆեյսից դնի ամբողջական, այսինքն չկա syntax error։ Նույնը շարունակենք, մենք կարող ենք մի մեքենայի այս բառում ունենալ ևս այլ ինտերֆեյսներ, օրինակ interface մեկ այլ interface մեկ որը կունենա մեթոդ void f 3 եւ 4 ԵՒս մեկ մեթոդ ևս մի ինտերֆեյս A երկրորդ ինտերֆեյսը որը կունենա ևս երկու մեթոդ Կամարական ինտերֆեյսներ են, կամարական մեթոդներով առայժմ հիմնարկ չունեցող, բայց բոլոր դեպքերում մենք հիմա կարող ենք քարը, երբ կարող է ժառանգված լինել եւ իմ մեքենայից, եւ ինտերֆեյսներից։ Բարձր այս դեպքում մենք ստանանք սխալ syntax error-ի սպանում, որովհետև այս երկու մեթոդների մեջ այս երկու ինտերֆեյսներում AIB-ում ունենք լրացուցիչ մեթոդը, որոնք որ պարտավոր ենք մենք վերահայտարարել։ Դրանք ուրեմն մենք կարող ենք ձեռքով արդեն 4-5 այստեղ ավելացնել, Right.
ինչու 4-6-ը, որովհետև փաստորեն ենք միաժամանակ մեր քարը ժառանգում է եւ ինտերֆեյս A-ից, որ ունի void 4 եւ ինտերֆեյս B-ից, որ ունի 5-6 մեթոդները, եւ մենք կանխորեն այդ մեթոդները քարում վերահայտարարել 4-6-ը, եւ եթե աշխատացնենք, ուրեմն աշխատացնենք, իստորից դարձ նոր ինքնորեն ինչ դեպքում տեսնենք մեջ ինտեգրել սա copy test-ի պատասխան կողմն է, որ Կատորան այս ինտերֆեյսների գրելաձևը պահանջում է, որ շնանք ունեն որի տիպ է, ասիկան արդեք չվերադարձնող ինտերֆեյսը։ Այդ պատճառով է, որ մենք ստիպացում քարում նմանատիպ գրելաձևով մեթոդներ ստեղծել, նա մեր ծրագիրը արդեն շնի սինտաքսերով եւ կարող եք աշխատել։ Հասկանալ է, որ ինտերֆեյսները այսպես ինչ-որ անիմաստ չեն գործում, չեն օգտագործում, քիչ հետո ես ավելի կոնկրետ իմաստալություն ինտերֆեյս ստանդարտ .NET Framework-ի միջավայրից գործում տեսնեք, որ ինչու համար են դրանք անհրաժեշտ։ Բոլոր դեպքերում ասեմ, որ պարզ դառնում որ ասեմ, ժառանգել ինտերֆեյսից նշանակում է, որ այս ինտերֆեյսները մեր կլասի որնակարել են ինչ-որ պարտականություն, որ դուք պարտավոր եք այս կլասում ունենալ այսպիսի մեթոդներ, պարտավորություն, ցանկացած ինտերֆեյսից ժառանգում է։ Դեպքում ինչու համար ենք մենք ժառանգում այդ ինտերֆեյսից, պարզ կլինի, որ մենք ստիպված ենք լինում, այսինքն որոշ դեպքերում ստիպված պետք է օգտվեք այդ ինտերֆեյսից ժառանգված, կատարեք ձեռագրած պահանջները, որպեսզի հասնեք խնդիրին։ Օրինակ ստանդարտ e-clonable կամ enumerable եւ նմանատիպային ինտերֆեյսներ, comparable ինտերֆեյսները պահանջում, որպեսզի դուք ձեր մեթոդները հայտարարեք, ձեր սեփական մեթոդները ունենաք։ Այստեղ կարելի ասել ինտերֆեյսից նույնպես ժառանգում, մենք կարող ենք ունենալ հետևյալ դեպքում, երբ որ ինտերֆեյսը ինտերֆեյս դեմ ժառանգված է ինտերֆեյս A-ից։ Եթե մենք ունենանք միայն, եթե մեր քարը ժառանգում է միայն A ինտերֆեյսից, ապա այդ դեպքում բավական է, որ 5-6, իհարկե սա այսպես էլ կաշխատի, ոչ չկա, բայց բավական է, որպեսզի միայն ժառանգվի 5-6 մեթոդը, որով այսինքն մենք միայն պատասխանատու ենք ինտերֆեյս A-ում գտնվող 4 մեթոդից, այդ պատճառով միայն 4 պարտավոր ենք վերահայտարարել, այդ դեպքում նորմալ է, եթե 4 մեթոդներ մենք վերացնենք, բարձր որ սպասպար, որ դուք պետք է վերահայտարարեք, այսքան հայտարարեք մարմինը ունենալ 4 մեթոդի, ստիպած դա ստանանք։ Այդ երկուսի չիները, այդ 4 մեթոդներ։ Հիմա եթե մենք արդեն իայի փոխարեն գրենք ib մեթոդը վերահայտարարենք, այս դեպքում մենք ստիպված քանի, որ ինտերֆեյս B ժառանգված ունենա ինտերֆեյս A-ից, ուրեմն այն նույնպես պետք է հայտարարենք ոչ միայն երկու մեթոդների համարի պատասխանատվություն մենք արդեն ստանում, այլ նաև 4 մեթոդի եւ 4-ի համար, այսինքն մեզ մոտ պետք է այն երկու մեթոդները նույնպես ստեղծեն։ Եվ 6 մեթոդներ։ Վերաբերում է ինտերֆեյսների ժառանգման մասին, ուրեմն ես մեկ անգամ նշեմ, որ ինտերֆեյսը դա կլասի մասնավորություն դեպք է, որը պարզապես ունի միայն կարող է մոտ ունենալ abstract մեթոդներ, որով նշվում պարզապես ինտերֆեյսը դա մեթոդային սիգնատուրան վերածելն է պահպանում, որից որ դուք ժառանգելով, այսինքն ստիպած ժառանգելով ձեր կլասը, եթե ժառանգում է այս ինտերֆեյսը որևէ ինտերֆեյս,
ուրեմն մեզ մոտ այդ մեթոդը կոնկրետ քար կլասի երբ օգտագործում ենք մենք, պետք է որ ժառանգված դերա այդ 4 եւ 5 կեսը հայտարարել։ Վերադառնալով մեր պրոգրամ հիմնական ծրագրին, մենք կարող ենք ասել, որ ինչպես նաեւ ինտերֆեյսից իհարկե ի մեքենայից կոնկրետ կարող ենք ստեղծել ինտերֆեյսից բաղում, բայց օբյեկտ ինչպես նաև օբյեկտ չեն կարող ստեղծել։ Մեն պահանջն է ինչ abstract կլասին, հավելին ինչ հերթին abstract կլասին, abstract կլասների նման ինտերֆեյսից օբյեկտ չեն կարող ստեղծել, այսպես նույն մասը, իսկ հղիչ, այսինքն հրարքարած կարող են տակալարել, որով հետագրան կործենք, որ կոնկրետ ասենք մեր դեպքում կարող են մենք ոչ մեկ հղիչ, այլ կարող ենք ունենալ մեքենայից, արդեն վերևի կլասից կարող ասել, անված, տեքեսից զանգված, որի մեջ նույնպես փաս զրոն կարող պահպանել BMW տիպի օբյեկտի հասցեն։ Այստեղ աշխատում դարձալ նորից այն օրենքը, որ փասը իր հերթին, քանի որ փասը ժառանգված է ինտերֆեյսից մեքենայից, BMW եւ Mercedes մեքենաներն ժառանգված են փասից, ապա փասը BMW-ն հանդիսանում է ինտերֆեյսի մեքենայի ժառանգ, այդ պատճառով որ փաս զրոյի մեջ կարող եք պահել BMW տիպի օբյեկտի հասցեն եւ այստեղ սա աշխատում է, ինչպես նաև կարող են ցիկլի մեջ գրել մեքենայից կարող Որոնք չփոխել փաս տողնենք, այստեղ ենք ես դա, այստեղ կարդրեմ և նույնը ասմիտակին մեքենայից ունենան մեկ փաթևում կամ զանգված մեքենա տիպի ինտերֆեյս տիպի զանգված էլեմենտներին վերագրեցին օբյեկտներ, կոնկրետ օբյեկտների BMW, Mercedes օբյեկտների հասցեն։ Խորություն նույնպես կարող են աշխատել ինտերֆեյս տիպի փոփոխականի հետ և փոփոխանցել նույնպես ինտերֆեյս տիպի հասցեն փոփոխականներին։ Թեմ առավելությունը իշտ է կասպրեմ այստեղ ընդամեն ինչու համար այստեղ փոփոխությունից, եթե կարելի ամենը կատարել բազային կլասից։ Փոփոխում ենք անում են անում, որ ինտերֆեյսների առավելությունը եթե տարբեր առավելություններ կան, այս կոնկրետ առաջինը ակնհայտ է, որ ինտերֆեյսը թույլ է տալիս մի քանի ինտերֆեյսներ, կարող են կոնկրետ ինտերֆեյսի ժառանգել տարբերություն, եթե ունենք բազային կլասներ չենք կարող։ Որևէ կլաս չի կարող ժառանգացնել բազային մի քանի կլասներից։ Ուրեմն որ դեպքում ստեղծենք լավ բազային կլաս, որ դեպքում ինտերֆեյս։ Միանշանակ, եթե ձեզ մոտ ասենք պարտադիր չէ, որ փոփոխականներ պահեն, որ ստանդարտ փոփոխականներ կամ ստանդարտական ֆունկցիաներ վիրտուալ կամ ընդհանրապես մեթոդներ, որոնք ունեն մարմիններ չենք պահում, իհարկե ավելի լավ է ստեղծել շատ ճիշտ է ստեղծել ինտերֆեյս, ոչ թե բազային կլաս։ Ասեմ, որ .NET Framework-ը վերադառնա շատ մեծ քանակությամբ ինտերֆեյսների հանդիպած, որը որ մենք ամեն քայլափոխիկ օգտագործենք, որոշակի խնդիրներ լուծելուց ինտերֆեյսը, այդ ինտերֆեյսների առկայությունը ընդհանրապես օգնում է մեզ, որպեսզի մեր ծրագրերը աշխատեն ավելի ճկուն, ավելի արագ ստեղծվի։ Օրինակ, ընդունենք, վերցնենք հետևյալ դեպք է, երբ որ որևէ խնդիր պետք է դասավորել, կա ստանդարտ մեթոդ, start մեթոդ, հիմա ես
դա չեմ ուզում մանրամասնագրել, այսինքն list generic class-ին list կարող եք ստեղծել, իհարկե մեր զանգվածի փոխարեն կարող եք ստեղծել list card տիպի class standard առանձին տանցանենք, դա գործում է sort method, որին դուք կարող եք level զանգվածը card տիպի մեքենաների class զանգվածը կարող եք փոխանցել, որի sort ինքը դասավորի աս մեքենաները որևէ սկզբունքով Standard sort method-ը, standard list card generic class sort method-ը աշխատող է, բայց իստեղ հարց է առաջանալու, որը մենք հետագայում այդ հարցը կքննարկենք, ինչպես լուծել այդ խնդիրը, որպեսզի ձեր մեքենաները լինեն այդպես հաշվելի համեմատելի։ Մենք պետք է ասենք, թե ինչ որն է լավ մեքենա, որն է վատ մեքենա, այդ դեպքում մեր կլասը արդեն քարտ կլասը, կամ BMW, որը որտեղ պետք է ժառանգված լինի արդեն այստեղ երկրի ստանդարտ comparable տեսնում եք այստեղ ինչ ինտերֆեյսներ կա, clonable, comparable, enumerable ինտերֆեյսներ, որոնք կարող ուրեմն comparable կլասը, comparable ինտերֆեյսը, որը ինչպես նաև այս ինտերֆեյսը, ուրեմն մեքենան տարբերի դեն մեր ստեղծած է, comparable ինտերֆեյսը .NET-ի ստանդարտ մեթոդներից է եւ դարձած գտնելով նույն գործողությունը, տեսնենք պարտադիր չի, հիշենք թե comparable համեմատելի, այսպես ասած, ինչ մեթոդ պարտադիր մենք պետք է վերահայտել, Visual մեզ օգնում է դա անել ավտոմատիկով, տեսնելով ինտերնետ տարբերակը, տեսնենք որ ներքևում ավելանում է մի նոր մեթոդ, compare to համեմատել այսինչ կուրիվը։ Մենք ջնջենք այստեղ, այսինքն մեզանից պահանջում է այս մեթոդը մարդկային դեպքը չի, կաթահական դրենք առևտուրը գրել եղալեմ, պետք է վերադարձնել այս մեթոդը 3 տարբեր արժեքներ, 1, կամ 0, կախված տանից, որ համեմատենք։ Համեմատելը թե ինչպես համեմատել այդ մեքենաները, մենք ենք որոշում, թե մեր մեքենաների մեջ որն է լավը, վատը, այսպես ասած։ Թրերի ես վերադառնամ նորից այս sort մեթոդին, եթե sort մեթոդին դուք տակ ստանդարտ, ասենք, ինտեգրալների թրերի բազմություն, այստեղ խնդիր չկա, թրերի մոտ պարզ է, լավը, վատը, մեծը, եթե փոխանցեք sort մեթոդին, ուրեմն string տիպի փոխանցողները անունից նույնպես այստեղ խնդիր չկա, որպես string ստանդարտ տեքստային փոխանցողները նույնպես մեթոդը կարող է դասավորել ստացման կարգի ալբենական կարգով։ Խնդիրը կանում է ինչպես մեր մեքենաները, մեր կլասի համար ինչ է նշանակում լավ բան։ Եվ դա մենք պետք է ստիպած պետք է անենք այս կոմպարեցիոն մեթոդի մեջ։ Ինչպես է դա անում։ Ուրեմն պետք է համեմատենք նախ ստանում ենք մի նոր մարմին, նոր մեթոդ, մենք պետք է օբյեկտից առաջին գնում ենք փոխել, բայց card տիպից կարող ենք տեսնել C1 դրենք այսպես դրով եւ ունենք մի նոր օբյեկտ արվեց դրսից դրով եւ այստեղ պետք է արդեն համեմատություն կատարել եթե մեր այսպես լավ մեքենա վատ մեքենա որը կարող է լավ լինի մեր մեքենայի մեր մեքենայի լավը այսպես ասած կարող են ինչ լինի մենք ունենք փոփոխական կլասի մենք կարող ենք համարել երը այս տարիքի համեմատել տարիքի ավելի մեծ է մեր սեմետի վերադարձնում հակառակ դեպքում եթե մենք փոքր դեպքը պետք է վերադարձնի Չի դեպքը հավասարի դեպքում վերջում
Ուրեմն ստեղծելով այս մեթոդը, մենք արդեն ծրագրում կարող ենք դիմել ստանդարտ լիստ քարոզան մեկ այլ կլասների collection տիպի կլասների օբյեկտներին դիմելով եւ գործողելու այդ տիպերի ստանդարտ sort մեթոդ դասավորել կամ շա օրինակներից մեկն է իհարկե, բայց մենք դիմելով այս մեթոդին դասավորել մեր մեքենաները ինչպես է աշխատում sort-ը։ Sort-ը աշխատելուց քարս դասավորելու համար ինքը այստեղ ես չեմ գրում պարզապես երկար մեթոդը վերաձգել պետք չի ասել այս պահին sort-ը աշխատելուց դիմում եք comparator մեթոդին, իսկ ինչու մենք comparator մեթոդը հայտարարեցինք, որովհետև մենք պետք է մեր, եթե ուզում ենք մեր այդ ցանցի լուծի դասավորել, մենք պետք է մեր մեքենայի կլաս մեքենայի համար, որտեղ BMW-ի եւ բոլոր մեքենաների համար ստեղծել ժառանգել incomparable, համեմատելի դարձնել այս կլասի օբյեկտները եւ համեմատելի ժառանգել ինտերֆեյսից, բարձր ստացվում է, որ պետք է մի մեթոդ, այդ մեթոդի անունը ստանդարտ արդեն F3 եւ 4 չէ, այդ comparator մեթոդ է, որը այսպես ասած համատում է երկու մեքենաների հնարավորությունները լավ վատ իմաստով։ Մենք որոշեցինք, որ լավ վատ մեքենան դա ըստ տարիքի ենք համարում, լավ մեքենա, վատ մեքենա եւ պարտավորենք մենք համեմատելով այս երկու մեքենաների հետ վերադարձնել 1-1-0։ Օգտվելով այս արժեքներից վերադարձման արդեն stat sort մեթոդը կարող է մեր ծրագրում sort մեթոդը ստանդարտ .NET list տիպի collection-ի կամ այլ տիպի կլասների մեթոդները կարող են ասենք կոնկրետ այս դեպքում դասավորել մեր մեքենաները գնալով այս comparator մեթոդը դրա վերադարձած արժեքները այսքանը շնորհակալություն Ինչ նոր հանդիպում